Մեկնարկում է 2025 թվականի բուհի ընդունելության միասնական քննությունների երկրորդ հիմնական փուլը։ Առաջին քննական օրը քիմիա առարկայից քննություն է հանձնում 1174, իսկ ռուսաց լեզվի համար 309 դիմորդ։ Քննական կենտրոնները 16-ն են, 11-ը մարզում, 5-ը Երևանում։ Արմավիրի քննական կենտրոնը թիվ 1 ավագ դպրոցն է։ Վաղ առավոտից հուզառատ դիմորդներն ու ոչ պակաս անհանգիստ ծնողները քննական կենտրոնի բակում են։ Տարի ու կես պարապում է, որը որ կարծում եմ քիչ է բժշկական համալսարանի համար, բայց բավականին խելացի է բալիկը, երեխան ավելի ճիշտ։ Հիմա փորձում ենք երկրորդ քննությունը, որպեսզի բարձր նիշ ունենանք։ Սպասելիքներս մեծ են, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ անգամ։ Դիմորդներն այսօր փոքրիշատե ավելի հանգիստ են։ Միասնական քննությունների փուլային տարբերակը մեծ առավելություն է։ Փորձառություն առաջին փուլում են ձեռք բերել, թե տեխնիկապես, թե հոգեպես ավելի պատրաստ են։ Առաջին անգամ քննություն տալուց հետո երկրորդ անգամ երբ որ քննություն ենք տալիս, համ ավելի վստահ ենք լինում, համ հանգիստ, մանավանդ այն ժամանակ, երբ որ արդեն ունես քեզ անհրաժեշտ գնահատականը։ Առաջին փուլից ձեզ անհրաժեշտ գնահատականը վաստակել եք։ Ինչ եք ստացել, եթե 18-75։ Փորձում եմ, ինչ կստացվի։ Շատ կարևոր է այս հնարավորությունը, իհարկե առաջինի ժամանակ, երբ երեխաները, սովորողները ավելի հուզված, կարծես թե մի փոքր ավելի անպատրաստ, իսկ արդեն սա մեծ հնարավորություն է, ավելի ինքնավստահ, ավելի վստահ մոտենալու եւ մեծ պատասխանատվությամբ։ Իհարկե կան դիմորդներ, որոնք առաջին փուլին չեն մասնակցել, պատճառները տարբեր են, կարևորը չեն ընկճվում, վստահում են սեփական ուժերին։ Քիմիան առաջին անգամ եմ մուտք անելու, ճիշտն ասած հունվարին չեմ մտել, որովհետև այդ ժամանակ այդքան էլ պատրաստված չէի, այսօր առաջին քննությունս է, այսպես ասած։ Հուզված եք արդյոք։ Լարվածություն կա, փորձում ենք ցույց չտալ։ Սպասելիքները։ Ակնկալիքները շատ լավ են։ Միավորը կհավաքենք, ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի։ Արմավիրի քննական կենտրոնում ապագա ուսանողների գիտելիքները ստուգելու համար ժամը 9-ի դրությամբ ամեն ինչ պատրաստ է։ Այսօր Արմավիրի ավագ դպրոցում տեղ ունեցող քննությանը երկու առարկաներ կան, քիմիային մասնակցում են 79 հոգի, ռուսաց լեզվին մասնակցում են 12 հոգի։ Առաջին փուլի համեմատ քննությանը մասնակցողների թիվը գրեթե նույնն է, ասում է քննական կենտրոնի ղեկավարը։ Հիմնականում բոլորը փորձում են երկրորդ հնարավորությունն օգտագործել բարելավելու գնահատականը։ Սա մեծ առավելություն էր դիմորդների համար, առաջի փուլի քննության սկիզբ դնելը, որը արդեն քանի տարի է ընթանում է, դիմորդի համար շատ մեծ հնարավորություն է, որպեսզի ինքը իրեն փորձի։ Հիմնականում 2 տարի պարապում են դիմորդները եւ իրենց հետաքրքիր է իրենք ինչ մակարդակի մնացորդային գիտելիք ունեն։ Եվ այս առաջի փուլի քննությունը շատ լավ տարբերակ է, որպեսզի իրենք հստակ օբյեկտիվ ստանան իրենց գնահատականը, թե իրենք ինչ մակարդակի են հասել։ Առանց թվային սարքավորումների, մուտքի պահանջը շատ խիստ է դրված։ Մինչև ներս մտնելը դիմորդներին ծանուցում են, մետաղորցիչներով ստուգում են անցնելու։ Րոպեներ անց կմեկնարկի միասնական քննությունների երկրորդ փուլը, թե ով ինչպես է պատրաստվել, ինքնադրսևորման ճիշտ ժամանակն է։ Որքան էլ զգուշացումը խիստ է, այնուամենայնիվ հեռախոս ներս բերելու փորձեր լինում են։ Եղել են դեպքեր, որ ինչ-ինչ գաղտագողի ճանապարհներով իրենք հետները բերում են հեռախոս, բայց դրա մասին էլ ենք մենք հայտարարում, կարգ ենք ընթերցում դահլիճում մի քանի անգամ, այսինքն իրենք տեղեկացվում են, որ սարքավորում հայտնաբերելու դեպքում անկախ այն բանից դա օգտագործում է թե ոչ, դիմորդը առանց զգուշացման հեռացվում է քննական կենտրոնից։ Առաջի փուլում եղել են դեպքեր, հեռացվել են, ու դրանից հետևանքներ չկային այն բանով, որ իրենք երկրորդ փուլին կարող են գան մասնակցել, բայց այս փուլից որ հեռացվեցին, իրենք արդեն իրենց համար ավարտվում է ամեն ինչ։ Քննական հանձնաժողովի անդամները դիմորդներին ներկայացնում են սահմանված կարգն ու տեխնիկական բոլոր մանրամասները, որից հետո վերջապես բացվում են քննաթերթիկների տուփերը։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։